Ձերբակալվածների բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ասել, որ անչափ ուրախ եմ, երևի թե ոչինչ չասել։ Ամեն ամիս կառնեն $2000։ Սիրիացի երկու վարձկաններ վերադարձվել են։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Այս ողջ ընթացքում շատ քիչ տեղեկություններ են ստացվել հորս պահման պայմանների մասին։ Մենք միշտ ունենք եւ միշտ ունենալու ենք, որ իրենք օր առաջ վերադարձվելու են Հայաստան։ Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 4 հայ գերիների, ինչու հենց այս 4 անձիկ վերադարձվեցին։ Ընտրանքի համար նշանակություն է ունեցել դատապարտված լինելու հանգամանքը, իսկ այդ պահին Ադրբեջանում պահվում էին 7 դատապարտված հայեր։ Երկրորդ գործոնը կարծում եմ նրանց քաղաքացիական կամ զինվորական անձ լինելն էր եւ առողջական խնդիրներ ունենալը։ Յուրաքանչյուր առողջական խնդիր կամ այլ բնույթի խոցելիություն անգամ պայմանավորված տարիքով մեծացնում է պետության պատասխանատվությունը, ինչը ցանկալի չէ Ադրբեջանի իշխանությունների համար եւ եթե կա պայմանավորվածություն հասնել վերադարձի կամ փոխանակման, նրանք նախընտրում են առաջնահերթություն տալ որոշակի անձնային խոցելիություն ունեցող անձանց եւ նման պայմաններում ներառնվել է Վագիվ Խաչատրյանը, որը սրտային լուրջ խնդիրներ ունեին, երկու անձինք, որոնք իրենց բնույթով քաղաքացիական անձինք էին, եւ Վիգեն Էուկչյանը, որին թերևս ներկայացնում էին որպես վարձկան, սակայն իր բնույթով եւս քաղաքացիական անձ էր։ Դեռ դեկտեմբերին հայտարարել էիք, որ քննարկվում է ցմահ դատապարտված սիրիացի վարձկաններին հայ գերիների հետ փոխանակելու հարցը։ Արդյոք 4 հայ գերիների վերադարձը 2 սիրիացի վարձկանների դիմաց համարժեք փոխանակում եք համարում։ Առհասարակ վարձկանությունը ծանր միջազգային հանցագործություն է, գրեթե հավասարազոր է ահաբեկչությանը եւ այստեղ կա միջազգային համակարգված պայքար, չի թույլատրվում վարձկանների կամ ահաբեկիչների նկատմամբ մեղմ քաղաքականություն վարել կամ իրականացնել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել անպատժելիության եւ վարձկանի հանձնումը այնպիսի երկիր, որտեղ անգամ վերահսկելի չէ նրանց հետագա պատժի կրումը, մարդու իրավունքների կոնցեպտի դեմ է, այն անպատժելիությունը երաշխավորում շատ լուրջ հանցագործության համար։ Կարծում եմ բացառիկ դեպքերում կարելի է քննարկման առարկա դարձնել այս վարձկանների հանձնումը Սիրիայի իշխանություններին, ընդ որում հաշվի առնելով բավարար իրավական հիմքերի առկայությունը, այդ թվում պատժի կրման նպատակով հանձնման առնչվող միջազգային փաստաթղթերը եւ եթե երբևէ Հայաստանը այդ քայլին պետք է գնար, կարծում եմ բանակցություններով պետք էր հասնել գոնե դատապարտվածի կարգավիճակ ունեցող բոլոր հայերի վերադարձին, որպիսի միջազգային իրավունքի դեմ այս գործողությունը որոշակի արդարացում ունենար, իմ գնահատմամբ սա համարժեք չէր։ Ամիսների ձգձգումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից վերջապես տեղեկություններ է ստացել հայ գերիների վերաբերյալ, ինչ տվյալներ են ստացվել եւ արդյոք դրանք արժանահավատ են։ Հիմնականում տվյալները առնչվում են պահման վայրին, որ խցերում են պահվում, ինչպիսի խցակիցներ կան, ինչ առողջական խնդիրներ ունեն եւ որոշակի նկարագրություն կա սննդի, սենյակի դասավորության, քառակուսի մետրերի օդափոխության եւ այլ պայմանների առնչությամբ։ Այդ տվյալները մեծամասամբ իրականությանը համապատասխանում են, սակայն մենք ունենք նաեւ դիտարկում, որ լուսանկարները, որտեղ ցուցադրված են հայերը, դրանք ոչ թե նրանց գտնվելու պահման մշտական վայրեր են, այլ փոփոխական վայրեր, որոնք օգտագործվում են հենց ցուցադրական նկարահանումների համար եւ բացի այդ խցերի ժամանակի ընթացքում նաեւ փոփոխությունների են ենթարկվել եւ կախված նրանից թե որ վայրում են, որ քրեակատարողական հիմնարկում են պահվել, այստեղ թե խցային պայմանները եւ թե աշխատակիցների վերաբերմունքը էապես տարբեր է եղել։ Մենք ամբողջ ծավալով չենք վստահում առողջական տվյալներ պարունակող տեղեկատվությանը, այստեղ օբյեկտիվ հետազոտության սահմանափակ արդյունքներ կան։ Մեծամասամբ մենք տեսնում ենք ադրբեջանցի բժիշկների գրառումները, սակայն բուն սարքավորման տեստի արդյունքը կից ներկայացված չէ, ինչը դարձյալ արժանահավատությունը կասկածի տակ դնող հանգամանք է։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարություններն առանձին են ընթանում։ Ինչու՞։
Իրավական եւ փաստական հիմնավորվածություն չունենք։ Ռուբեն Վարդանյանին վերագրում են նույն հանցագործությունները, ինչ Արցախի այլ ռազմաքաղաքական ներկայացուցիչների։ Նրանց գործերում օգտագործվող կեղծված ապացույցները ամբողջովին նույնական են, քննարկվող ժամանակահատվածը նույնական է, եւ նաեւ նշեմ, որ նախաքննության շրջանակներում այս գործը միացված է եղել, այսինքն ի սկզբանե եղել է 16 գործով նախաքննություն, սակայն հետագայում է, որ գործը անջատվել է, որի առնչությամբ իր անհամաձայնությունն է հայտնել նաև Ռուբեն Վարդանյանը, սա ըստ էության պայմանավորված է նրա անձով, խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամությամբ եւ այս ճանապարհով միջազգային ուշադրություն հրավիրելու հանգամանքով Ադրբեջանը նրա գործը առանձնացնելով փորձել է առավելապես մեկուսացնել նաև տեղեկատվական հոսքերը եւ սա մենք դիտարկում ենք առավելապես քաղաքական որոշում։ Ադրբեջանի նկատմամբ ճնշման ինչ գործիքներ կարող են կիրառվել Բաքվում ապօրինաբար պահվող 19 պաշտոնապես հաստատված գերիների վերադարձն արագացնելու համար։ Եվրոպարլամենտի բանաձևը ապահովված է քաղաքական եւ բարոյական ուժով, քաղաքական աջակցության պարագայում իմ գնահատմամբ նրանք կարող են բանեցնել քաղաքական ճնշում, իհարկե առավել արդյունավետ եմ համարում Եվրոպական միություն եւ ԱՄՆ ներգրավվածությունը, ինչու ԱՄՆ-ն, քանի որ նախ խաղաղության նախաստորագրված պայմանագրում ակտիվ դերակատարում է ունեցել ամերիկյան կողմը եւ երկրորդը ամերիկան ներկա աշխարհաքաղաքական պայմաններում ունի հատուկ ազդեցություն մյուս երկրների վրա եւ կարծես ուժային կենտրոնը միջազգային իրավունքի գտնվում է հենց ԱՄՆ իշխանությունների ձեռքում։ Ճանապարհը տեսնում եմ հենց քաղաքական եւ դիվանագիտական ճնշումը, որը պետք է լինի շատ ինտենսիվ, հետեւողական եւ այս ճնշումը կարող է հանգեցնել բեկումների այնտեղ գտնվող հայերի ազատ արձակման։ Անհաջողության պարագայում մենք պետք է պատրաստ լինենք գործադրել նաև դատական ակտերի միջոցով առաջացող քաղաքական ճնշումը եւ սա է պատճառը, որ դիվանագիտական քաղաքական աշխատանքը պետք է համակցվի նաև իրավական աշխատանքի հետ։